Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Նշանակման հրամանագիրը ստորագրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի անվտանգության խորհրդի նախորդ քարտուղար Ալի Լարիջանին սպանվել էր մարտի 16-ի երեկոյան իսրայելական հարվածի հետևանքով։ Այս նշանակման տողատակում թաքնված է Իրանի անվտանգային համակարգի վերջնական եւ անդառնալի ռազմականացումը։ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը պատահական կերպար չէ։ Նա ԻՀՊԿ-ի հնաբնակ գեներալներից է, ով հայտնի է իր կոշտգծով եւ ուժային կառույցների միջև կապեր հաստատելու բացառիկ ունակությամբ։ Եթե Ալի Լարիջանին մարմնավորում էր բանական պրագմատիզմը եւ դիվանագիտական ճկունությունը, նույնիսկ պատերազմի ժամանակ, ապա նրա սպանությունից հետո Զոլղադրի հայտնվելը նշանակում է, որ Թեհրանում դիվանագիտության ժամանակն ավարտվել է։ Տողատակում սա հստակ ազդակ է, անվտանգության խորհուրդը վերածվում է բացառապես ռազմական շտաբի։ Մյուս կարևոր թաքնված իրողությունը նախագահ Փեզեշքյանի դերակատարումն է։ Լինելով բարեփոխական համարվող գործիչ, նա ստորագրում է մի մարդու նշանակման տակ, ով ԻՀՊԿ-ի ամենապահպանողական թևի ներկայացուցիչն է։ Սա փաստում է, որ Իրանի քաղաքացիական իշխանությունը տողատակում լիովին կապիտուլյացիայի է ենթարկվել զինվորականների առաջ։ Փեզեշքյանն այլևս որոշում կայացնող չէ, նա ընդհանրապես վավերացնում է այն ընտրությունը, որը կատարել են ԻՀՊԿ-ն եւ գորշ կարդինալ Ահմադ Վահիդին։ Այս նշանակումը նաեւ ուղիղ պատասխան է ԱՄՆ-ի թեստավորմանը։ Մինչ Վաշինգտոնը Պոլիտիկոյի միջոցով ակնարկում է Ղալիբաֆի հետ հնարավոր գործարքի մասին, Թեհրանը անվտանգության խորհրդի ղեկին է նստեցնում Զոլղադրին, մեկին, ով չի պատրաստվում բանակցել։ Տողատակում սա նշանակում է, որ Իրանը պատրաստվում է երկարատև եւ հյուծիչ դիմակայության։ Լարիջանի լիկվիդացումը ոչ թե թուլացրեց վարչակարգը, այլ առիթ տվեց արմատականներին համակարգից վերջնականապես դուրս մղելու բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են դիվանագիտական լուծումներին։ Այսուհետ Իրանի արտաքին եւ ներքին անվտանգությունը ղեկավարելու է ԻՀՊԿ դոկտրինով, որտեղ ջրի պահեստարանների վրա հարձակումները կամ զորքերի կուտակումը պատասխանելու են ոչ թե նոտանելով, այլ ասիմետրիկ ռազմական գործողություններով։